մարդիկ հասկանում են, որ այդ վախը ուղղակի օդից չի գալի, որովհետև Ալիևը տեսնում է, ինքն էլ է վախենում, որ որևէ բան ստեղ փոխվի եւ փորձում է լուծում կա այդ վախի սինդրոմը հանելու։ Լուծումներ, ասենք, օրինակ, տեսականորեն եմ ասում, որ նոր իշխանությունը մեկ շաբաթվա ընթացքում չեզոքացնում է Ալիևի այդ վախի գործիքը, ինչպես։ Օրինակ եմ ասում, նոր իշխանության ներկայացուցիչները հաջորդ օրը իսկ գնում են Ռուսաստանի Դաշնություն, մի խումբ, մյուսը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Ռուսաստանի Դաշնությանը շատ արագ վերանայվում է մեր երկու պետությունների միջև 95 թվականին կնքված ռազմական փոխգործակցության պայմանագիրը, արկա իրողությունների պայմաններում եւ պայմանագիրը Իրանի Իսլամական Հանրապետության հետ է կնքվում։ Հետո այս պայքարի մեջ նաեւ մտել է մեկը, որ ինքը իրական խաղաղություն է պահել 10 տարի։ Տեսեք, Խոսքը երկրորդ նախագահի մասին է, 10 տարի եղել ունեցել ենք իրական խաղաղություն, ճիշտ է։ Այդտեղ եթե աշխատանք տանեն, դա աշխատող տարբերակ, եթե այնքան շատ են աշխատել այդ կերպարի դեմ, որ արդեն մարդկանց ես նկատի ունեմ հույս տալ, որ այդ վախը մեջներից դուրս գա խիստ առարկայական։ Ինչ կերպարներ կան, չէ՞, նաև հիմա ինքը բացատրում է, որ տեսեք, գլխավոր խնդիրը, եթե մենք վախը դիտարկում ենք, վախը սուբյեկտիվ գործոն է։ Եթե իշխանությունը փոխվեց, այսինքն ամեն ինչ այդ վախը աշխատացնում է, որպեսզի իշխանությունը չփոխվի։ Եթե իշխանությունը փոխվեց, ապա այդ վախը այդքան էական չի, ինչու՞։ Որովհետև այստեղ գալիս է արդեն հարցը այդ իշխանության կարողության, որպեսզի խաղաղությունը պահի։ Հիմա ինչպես կարող է վախը փոխվել։ Տեսեք, վախը այն աստիճանի արմատավորված չի, որ ժողովուրդը արդեն ադրբեջանցիներից սարսափում է։ Հայ զինվորը ադրբեջանցիներից չի սարսափում ու առհասարակ Հայաստանը ադրբեջանցիներից չի սարսափում։ Հայաստանը սարսափում է ուրիշ բանից, անկարողությունից եւ անգործությունից։ Հիմա եթե ժողովուրդը տեսնի, որ իշխանությունը սկսել է քայլեր ձեռնարկել եւ այդ քայլերը բերում են որոշակի հաջողություններ, իհարկե վերաբերմունքը քիչ-քիչ սկսել է փոխվել, բայց ես ուզում եմ մենք գիտակցենք, որ արագ այս վիճակը փոխելու ենթակա չէ, որովհետեւ մեր անկումը շատ խորն է, մեր իրավիճակը հիմա շատ վատ է եւ դա մի տարի, 5 տարի, նույնիսկ 10 տարվա ընթացքում մենք չենք կարող վերադառնալ 2020 թվականի հունվարի կամ սեպտեմբերի 26-ի դրության վիճակին։ Այո, ավիրումը շատ մեծ է եւ ինչ վերաբերում է օրինակ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների, իհարկե այստեղ վերականգնելու լիքը բան կա, բայց դիտարկենք նաեւ այն, որ նույն Ռուսաստանը ու Իրանը, որը առաջ կար, հիմա չկա, իրենց կողմից մեր նկատմամբ վստահությունը էլի չկա, երրորդը Հայաստանում ինչպիսի իշխանություն է լինելու, եթե օրինակ կա ընդդիմության իշխանություն, բայց այդ ընդդիմությունը կոալիցիա է եւ կոալիցիան կարող է ոչ այդքան ստույգ լինի, մանավանդ որ ճնշում կա դրսից եւ կա նաեւ ներսում որոշակի բաներ, այսինքն մենք պետք է դիտարկենք, որ դժվարությունները լինելու են շատ մեծ եւ այսպիսով սա արագ վերականգնվող գործընթաց չի։ Ես կներեք, ես որ ասում եի, նկատի ունեի միջև ընտրությունները, քանի որ վախի գործիքով են աշխատում ժողովրդի վրա, այո, որ պատերազմա լինելու։ Պատերազմա լինելու 300,000 ադրբեջանցի եկալու։ Ես ասում եմ, որ այդ վախի գործոնը այսօր ընդդիմությունը փաստացի ասում է ոնց կարող է վերացնել, այսինքն մարդկանց մոտ վախի գործոնը հանելու հույս է տալիս քայլերի, որտեղ մարդը ասում է, հա, եթե ես ձայն տամ ընդդիմության եւ ընդդիմությունը հաղթի, վստահաբար պատերազմ չի լինի։ Այսինքն Ռուսաստան Իրանի մասին ես ասի, ոչ թե մարդը մտածի հետո լինի, այլ մարդը մտածի, ես տալիս եմ ընդդիմությանը, որտեղ ընդդիմությունը հենց եղավ իշխանություն, այս քայլերը անելու է, եւ Ադրբեջանը մեր վրա չի արձակի, ես այդ ձևով եմ ասում, մարդու մեջից վախ անեք։ Մարդու նախ պիտի հասցնեն, որ այս մարդը որ մնաց, բերելու է 10-րդ, այսին 11-րդ պատերազմը չի լինելու։ Դա հարցի մի կողմ։ Վերջին հաշվով այդ քայլերը ու բազմաթիվ այլ քայլերը պետք է արվեն։ Ես ուղղակի ուզում եմ հաշվի առնենք, որ այս պայդրությամբ ոչ մի բան չի կարող երաշխավորել Հայաստանի խաղաղությունը, երաշխավորել նկատի ունեմ հենց երաշխիքի տեսանկյունից, հա, մենք կարող ենք նպաստել խաղաղությանը դիվանագիտությամբ, այսինքն մենք պետք է նախ պատերազմի գինը բարձրացնենք Ադրբեջանի համար, կառուցենք զսպողական համակարգը եւ պետք է դիմագրավենք ամեն ձևով, որպեսզի Ադրբեջանը չկարողանա պատերազմը սանձարձել, բայց պետք է գիտակցենք, որ լիարժեք վերացնել այդ վտանգը այս պայմանությամբ հնարավոր չի եւ այս առումով իհարկե շատ լուրջ դիվանագիտական աշխատանք է պահանջվելու ընդդիմությունից, այդ թվում այո միանշանակ համաձայն եմ նախքան ընտրություն հաղթելուց եւս